Ամփոփելով սեպտեմբերի այցելությունները տարբեր բնակավայրեր, Հայաստանի բոլոր անկյուններում մարդիկ նույն պահանջն ունեն՝ արժանապատիվ աշխատանք, բարձր աշխատավարձ եւ ապագա կառուցելու հնարավորություն հենց այստեղ իրենց հողի վրա։ Հայաստանում ոչ ոք չպետք է ապրի 120-150 հազար դրամով, ոչ մի բերք չպետք է փչանա դաշտում, ոչ մի քաղաք չպետք է դատարկվի գործազրկությունից։ Վարդենիսում մարդիկ ամիսներով աշխատում են 120-150 հազար դրամով, բերքի մեծ մասը փչանում է, քանի որ չկա վերամշակում, պահեստ կամ շուկա։ Ցավանում հնացած արդյունաբերությունը կանգ է առել, թեթև արդյունաբերությունը գրեթե չկա, գյուղատնտեսությունը գոյատևում է գրոշներով։ Ապարանում բերքի մինչև 30%-ը մնում է դաշտում հնացած տեխնիկայի պատճառով։ Աշխատավարձերը հազիվ են հասնում 130 հազար դրամի։ Հրազդանում գործազրկությունը ճնշում է քաղաքը։ Երիտասարդները հեռանում են ցածր աշխատավարձերի պատճառով, ջրային ու ենթակառուցվածքային խնդիրները խեղդում են գյուղատնտեսությունը։ Գյումրիում ամեն երկրորդ երիտասարդը գործազուրկ է։ Աշխատավարձերը հազիվ հասնում են 100 հազար դրամի։ Արդյունաբերությունը տեխնոլոգիապես հետամնաց, քաղաքը կտրված է տրանսպորտային կապերից։ Սրանք այսօր Հայաստանի իրական խնդիրներն են՝ կոշտ, ցավոտ ու անհետաձգելի, եւ դրանց լուծումը այլևս չի կարող հետաձգվել։